Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույսի ժողովուրդ, խոսում է Վարդան Ղուկասյանը Միացյալ Նահանգներից։ Ես ունեմ միած շատ կարևոր եւ հետաքրքիր նորություն, որ անգամ գտնվելով այս 4 պատերի մեջ, միևնույնն է տեղեկատվությունը ինձ կարի եւ տեղահասում, այս անգամ շնորհակալություն Քրիստիկին։ Թուղթը բթիկը խփած Սոշին, բերեց, զեկուցեց եւ գնաց։ Բայց մինչեւ դրան անցնելը, նաեւ ուզում եմ ասել, որ այս ձայնային հաղորդումը վերաբերվում է Էջմիածնի բնակիչներին եւս։ Ուստի խնդրում եմ, որ այն մաքսիմալ տարածվի համայն Էջմիածին համայնքում։ Եվ այսպես։ Ինչպես գիտեք, ես երեկվանից, այսինքն 24 ժամ արդեն լրացել է, 30 քանի ժամ դեռ գնացել է, ինչ ընթանում է ֆլեշ մոբը։ Ես իմ մասի սարն եմ սիրում, կամ ես իմ անուշ Հայաստանի բանաստեղծությունը։ Երբ որ ես նախաձեռնեցի այս ֆլեշ մոբը, ես ունեի պատկերացում, որ ինչ-որ հիստերիկ իրավիճակ է առաջացնելու այս իշխանության մոտ։ Իմիջիալոց այս ելույթս բացարձակ գրական, կուլտուրական լեզվով եմ անելու, բացարձակ, որպեսզի ոչ մեկ չասի հայոյանքը ես չեմ ուզում լսել, որովհետև շատ կարևոր տեղեկատվություն է։ Եվ այսպես, նախ չի պատկերացնի, որ կլինի նման մեծ արձագանք, բայց սա դեռ քիչ է։ Ուրեմն մի փոքր պատմական ակնարկ եւ անցնենք առաջ։ Երբ որ Հայաստանի Հանրապետությունը դաշնակների տիրապետության տակից, երբ որ ժողովուրդը հելավ ապստամբեց դաշնակցական կարճ կառավարության դեմ, այդ 2 տարի, որ երկիրը ղեկավարեցին դաշնակները 18-ից 20 թվականները, ավիրելով Հայաստանի Հանրապետությունը, խոլերան, մի կողմից էր ժողովրդին հնձում, սովը, մի կողմից էր ժողովրդին հնձում, արդյունաբերություն չկար, գյուղատնտեսություն չկար, տնտեսություն չկար։ Երբ որ Հայաստանի Հանրապետությունը դառավ սովետական Հայաստան, սովետական Հայաստանի կառավարությունը որոշեց Հայաստանի գերբի վրա պատկերել Մասիսը եւ Սիսը, այսինքն Արարատ լեռը։ Քանի որ մեր դպրոցականները նման բան չեն ասում դպրոցում։ Սովետական Հայաստանի գերբի վրա երբ որ պատկերվեց Արարատ լեռը, հարևան Թուրքիայի մոտ առաջացեց հիստերիա։ Եվ հարևան Թուրքիայի կառավարությունը դիմեց այն ժամանակվա սովետական միության կառավարությանը, ասեց, խնդրում ենք ձեզ, հեռացրեք Արարատ լեռը սովետական Հայաստանի գերբի վրայից, որովհետև Արարատ լեռը մերն է։ Կոնկուրսը, այսինքն սովետական միությունը, Մոսկվան պատասխանեց թուրքերին։ Բա լուսինը ումն է, լուսինը ձերն է, որ դուք պատկերել եք ձեր դրոշի վրա։ Չէ, պատկերել եք, դուք լուսինն եք սիրում, հայերն էլ Արարատն են սիրում, ես Արարատը, որը որ դուք վերցրել եք։ Արարատ լեռը կա եւ կմնա սովետական միության գերբի վրա։ Սա կոմունիստների պատասխանն էր թուրքերին։ Եվ Արարատ լեռը մնաց սովետական միության գերբի վրա։ Հիմա այս իշխանությունը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որը բերվել է Սերժ Սարգսյանի կողմից, ասում է Արարատ լեռը պիտի հանենք գերբի վրից, որովհետև Արարատ լեռը մերը չի։ Հիմա կոմունիստներն էին թրքասեր, թե սրանք են թրքասեր, ես չեմ կարող հասկանալ, բայց հասկանում եմ, որ սրանք ավելի թրքասեր են։ Ասիկ մեկ, երկրորդը, այս ֆլեշ մոբը առաջացել է խորը զայրու թուրքերի մոտ։ Երեք տեղի է ունեցել հեռախոսային զանգ Անկարա Երևան։ Ով է խոսացել, ինչ է խոսացել, չի մանրամասնում թուրքերի կողմից։ Բայց մեր կողմից Հայաստանի Հանրապետության խոսացել է ընկեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եվ մեղմ ասած հեռախոսային խոսակցության ժամանակ թուրքերը հանվել եւ նստել են Նիկոլի բենին, ասելով բա դու ասում ես թե հայերը պահանջատեր չեն։ Բա դու ասում ես, որ ամբողջը քո ձեռի տակ է, դու տիրապետը մեզ ամբողջ իրավիճակին ինչ ուզում անեմ ես։ Էս ինչ է կատարվում քո համացանցում, պարոն Փաշինյան։ Առավել եւս թուրքերը նաեւ ֆիքսել են, որ Նիկոլ Փաշինյանը շատ ցածր վարկանիշ։ Եվ չի կարող այլևս իր միանձնյա կուսակցությամբ ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը 2026 թվականի ընտրություններից հետո։ Մի խոսքով Նիկոլի գործերը շատ վատ են։ Ծանր հիստերիայի մեջ։ Այսինքն թուրքերը հասկացան, որ մի հատ Նիկոլ Փաշինյան, ինչքան էլ որ բուծել է ընկեր Սերժը, չկարողացավ
անել այն, ինչը որ իրանք նախատեսել են։ Եվ հետևաբար հասկանում եմ, որ դա չի կարող փոխել նաև սահմանադրություն այս տեմպերով։ Շատ լավ հասկացան, հասկացել է նաև Ադրբեջանը։ Հիմա այս ակցիայի ավարտից հետո մենք խոսենք նաև Արցախից։ Արցախը չի մնալու նրանց։ 30 տարի Ալիևը սպասեց, որ Արցախը հետ բերի, 10 տարի էլ հայ ժողովուրդը կսպասի, ես հետ կբերեմ Արցախը։ Այնպես չի որ գնաց ու գնաց, բայց ըսիկ էլ ամելի կարևորը չէ, կարևորը, բայց շարունակում եմ։ Հիմա Էջմիածնի ժողովուրդը մոլորյալ են, չգիտեն ում ընտրեն։ 3 եւ 7-րդ համարին առհասարակ ով ձայն տա բոզի տղա է, ես ասել եմ։ Հիմա այս մարդիկ չգիտեն ինչ անեն։ Հիմա կոչ եմ անում Էջմիածնի ժողովրդին։ Այո, տեխնացուների մեջ ոչ մի արժանի մարդ չկա, գրում են ինձ նամակներով։ Որ ասում եմ, խաբաներն ուղարկում բանով քրիստիկով։ Ղուկասյան ջան, արժանի մարդ չկա։ Ճիշտ եք ասում, ես երես համաձայն եմ, այդտեղ արժանի մարդ չկա։ Բայց 3-րդ, 7-րդը առավել եւս չպետք է ձայն տակ։ Հիմա ես մտածեցի ինչ անենք, որ այդ ավելի առաջացնի հիստերիա այս իշխանությանով։ Սիրելի Էջմիածնի ժողովուրդ, այս ժողովուրդը ովքեր որ չեն կողմնորոշվել։ Ընդդեմ կամավելական կա, սարյոնական, սերանական կա եւ այլն։ Գնում եք ընտրատեղամաս եւ ընտրատեղամասում ցերտիկի վրա գրում եք Արարատ կամ Մասիս։ Կամ նկարում եք Մասիս ու Արարատը, գցում Արարատն ու Սիսը, գցում եք ակղը դուք եք գալի։ Ես իմ ձայնը տալիս եմ Արարատին։ Ես ընտրում եմ Արարատ, ես ընտրում եմ Մասիս։ Այսինքն քնյա ցերտիկի վրա թողինի Մասիս կամ Արարատ բառը, որպեսզի ամեն անգամ է ցերտիկները կամարվեն անվավեր։ Բայց կերևա թե Էջմիածինու որքան մարդ է ցականում ընտրել Արարատը, որը որ ուզում է գերբի վրայից հեռացնել Նիկոլը։ Իրեն դա չի հաջողվելու։ Ընտրում ենք Արարատ կամ Մասիս։ Ոնց ուզում եք։ Քնյա ցերտիկի վրա կամ նկարում եք կամ գրում եք, գցում եք թող գնա անվավեր։ Թող անվավերները լինեն ավելի շատ, քան վավեր քվյաթերթիկները։ Ես սա եմ ուզում։ Մնացածը Էջմիածնի ժողովրդի որոշումն է։ Ոնց կանեն, ինչ կանեն, խոսքը այն ընտրազանգվածի մասին է, որը որ չի կողմնորոշվել։ Իսկ ֆլեշմոբը շարունակում ենք։ Շարունակում ենք ընտանիքներով, շարունակում ենք ընկերներով, դասարանցիներով, համակուրսեցիներով։ Դնում ենք հայտնի երգը, գեղեցիկ ես։ Երգում ենք այդ երգի հետ միասին ընտանիքով, նստում ենք եւ այդ երգը երգում ենք, նկարում ենք, գցում ենք համացանց։ Մեքենաների հետնապակու վրա խփում ենք Արարատ, Մասիս, հայերեն կամ անգլերեն։ Շարունակում ենք ֆլեշմոբը նույնությամբ, շարունակում ենք արտասանել։ Շարունակում ենք ցուցադրել Արարատի եւ Մասիսի նկարները ամբողջ համացանցով մեկ։ Փոխում ենք մեր հետնանկարները Facebook-ի, Instagram-ի, Ատնակլասնիկի, չգիտեմ, Կոնտակտ, TikTok, ինչ կա չկա։ Սա առաջացել է ֆուրոր հարևան Թուրքիայում։ Հարևան թուրքերը հասկացան, որ ինչքան է Սերժին թող տվին, միևնույն է իրաց նպատակին չասան։ Ես մի բան կարող եմ խոսք տալ Ադրբեջանի նախագահին։ Խնդրում եմ այս զայնագրությունը, այս ամբողջ եթերը թարգմանել իմ ադմիններին, անգլերեն եւ ռուսերեն եւ թուրքերեն, այդ խոսակցությունը թող գնա, տակը անգլերեն կամ թուրքերեն կամ ռուսերեն թող գնա թարգմանությունը։ Իշխանությունը վերցնելուն պես օրինական ճանապարհով Սերժ Սարգսյանին ես անձամբ եմ հանձնելու Ադրբեջանի նախագահ Ալիևին։ Ես ինձ դրել չեմ Արոնոտին։ Կտամ թող նրանց նման տանի ու դատի։ Ես խոստում եմ, որովհետև ինքն է վերցրել Ալիևից 15 միլիարդը, իր նպատակին հասավ կիսով չափ։ Սարքեցին թատերականացված ներկայացում, որը կոչվեց 44-րդ պատերազմ, կոտորեցին 5000 հոգու, պատրաստ եմ հանձնելու Ալիևին թող եկալի տանի, Նիկոլին չեմ տալու։ Նիկոլը պիտի գնդակը հարվի հանրապետության հրապարակում։ Իսկ Սերժ Սարգսյանին ես կտամ Ալիևին, թող վերցնի տանի, Ռոբերտ Քոչարյանը կպետի բանտում ծմա։ Այս պատերազմ այդ 44 օրը ասել եմ ու կրկնում եմ, սա պատերազմ չէր, սա սարքած թատերականացված ներկայացում էր, որի գլխավոր հեղինակն էր Սերժ Սարգսյանը։ Ինչքան էլ որ աղացել է բանակ չծառայած ջահելների ուղեղները, բերում կողքերը շարում, վերջում ճամփում բանտերով։ Նամանավանդ են վերջի երկուսը ցավում են, որ նորից հետ գնացին բանտ։ Բայց դա նրանից է, որ իրանք բանակ չեն ծառայել, ոչ են Նարեկ Սամսոնյանը, ոչ են մյուսը չեն ծառայել, ես չգիտեմ բանակ ինչ է, որ բանակ ծառայածն են կհասկանային,
ինչ սարքես Սերսակսանը, այս բոզի տղու հետ միասին, այս գործիքի հետ միասին, բայց այս գործիքը իր նպատակին չի հասնելու։ Հիմա էլ խոսք կատարվել թուրքերին, որ ապրիլի 24 չի լինելու Հայաստանում, որովհետև Ծիծեռնակաբերդը վերանորոգման տակ է։ Ինչքան է լինի վերանորոգման տակ մարդիկ գնալու են Ծիծեռնակաբերդ, ինչքան հնարավոր առաջանալու են, ինչքան հնարավոր ծաղիկները տնելու են եւ դուրս են գալու։ Տեսեք, դաշնակները ապրիլի 23-ին ջահերով երթ էին անում, բայց հիմա Ծիծեռնակաբերդը քանդը ռեմոնտ են անում, այսպես կոչված։ Քանի դաշնակ պատգաման որը գնացես ընթացքում միած հլտենատեր ռեմոնտ գնամա թե չէ։ Այդտեղ քանի բան որ աշխատում թե չէ կամ ով է այդ շինարարական կամպանիան ոնց է տենդերը շահեց եւ ինչն անդե վերանորոգում որ իդեալական վիճակում է գտնվում Ծիծեռնակաբերդը կոմունիստների սարքած Ծիծեռնակաբերդը չկա այդ բեղլու պոզիտը սա Ամիրյանն է սա Թումանյանն է եւ այն մյուս դաշնակները Որն է քաղաքական գործիչն հայտարարում որ Արցախը հետապերելու ելեք մի ժողովուրդ Վանեսյանին հասրեք Վանեսյան Արցախը հետ է բերելու Ռոբերտ Քոչարյան Սերսակսյան Արցախը դուք հետ եք բերել դուք եք չին հանում ստացել եւ միշտերը եւ հատարած չտան դրանց անունները այն Թաթոյան բոզի տղեն այն բանախ չծառայացը Արցախը պիտի հետ գա ես ինչ եմ ասել եթե մի խաղալիք իմը չի դիմացինինս էլ չի եթե Արցախը հայերինը չի ընդ դուք չի ապրելու Այդ ոնց ես գիտեմ, չի ապրելու վերջ։ Դապրեք ուրախանան։ Շարունակում ենք ֆլեշմոբը, մինչև կիրակի օրը Երևանի ժամանակով 24:00 ներառյալ, կանք չենք առնում։ Ֆլեշմոբն առաջացել է խորը հիստերիա Թուրքիայում եւ Ադրբեջանում։ Թոթել դանդաղ սատկեն։ Իսկ Նիկոլը առավել եւս Զանգերաստանում թուրքերից, Զանգերաստանում ադրբեջանցիներից, այս ինչ է կատարում, պատասխանում են հայերը մոռացել են ամեն ինչ։ Ոտերը սկերել են թե թուրքերը, թե Նիկոլը, թե նիկոլականները։ Հիմա հաթած սաղեք ես տեղար ենք տներ են առնում արդեն։ Նիկոլ, գիտես, այդ սաղ կառավարությանը մինիստրնի, զամինիստրնի, վարության պետեր եւ այլ, սաղ թե տներ են առնում։ Ստե, Կանադա, ասեն կամաս պատրաստում են թռնել։ Դուք առեք, դուք տուն առեք, դուք տենդաղը, դուք հագիս առեք, ոտերը սկուտեք թե կթռնեք։ Այս միացանի ժողովուրդ ընտրում ենք Արարատ կամ Մասիս քվեաթերթիկի վրա, եթե չգիտեք ում ձեր ձայնը տակ։ Հարգանքներով Ձեր Վարդան Ղուկասյան